Շնորհակալություն մեծարգո նախագահ, հարգելի փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, բաներ են ասում ընդդիմադիրները, որ արդեն մենք հոգնել ենք ահավոր, ես գիտեմ, որ սիրելի հայրենակիցներ դուք եք հոգնել եւ զզվել արդեն ընդդիմության բարբերաբար կնկնվող ստերից եւ կեղծիքներից, բայց պետք է անդրադառնանք եւ պարզեցնենք ուրեմն ամեն բան, որովհետեւ չենք կարող սուտը անպատասխան թողնել։ Նախ առավոտից չկա ընդդիմությունը, ուր եք ընդհանրապես եւ հիմա ուր եք դուք։ Այդ ձեր հարցերն եկեք Հայաստանի Հանրապետության վարչապետին տվեք, ցեղասպանության մասին եք խոսում, գյուղական ինչ-որ համայնքների մասին գալիս եք, ինչ-որ sense ելույթներ եք ունենում, իբր ահավոր մտահոգված եք գյուղական համայնքների կյանքով։ Եկեք այդ հարցերը վարչապետին տվեք, թե վախենում եք, որ վարչապետը ձեզ քաղաքական իմաստով կտա պատերին, ինչպես որ միշտ։ Դրա համար էլ չեք գալիս այստեղ, բայց ձեզ պատերին տալու բազմաթիվ առիթներ կան եւ բազմաթիվ նաեւ պոտենցիալ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներ կան, հենց որ դուք դրանից չեք խուսափելու։ Այդ ձեր ստերի պատասխանները դուք պետքա ստանաք։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները գալիս են ու հələ մի հատ էլ համարձակվում են այստեղ գալ խոսել եւ քաղաքացիական պայմանագիր, ուրեմն կուսակցության իշխանությանը կառավարող թիմին մեղադրել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի համար։ Հանրապետական կուսակցությունն իր իշխանության ողջ տարիներին բանակցել է Լեռնային Ղարաբաղը հանձնելու վերաբերյալ։ Այ կապիտուլյանտ Մամիջանյան եւ Աբրահամյան, որ գալիս տեղ խոսում եք։ Ձեր ղեկավարը Սերժը, որ հիմա իր վկան եք որպես տեղ հանդես գալիս, իր ողջ կառավարման ընթացքում ուզում էր հանձնել Լեռնային Ղարաբաղը։ Սրան վերաբերյալ չեք ուզում ինչ-որ մի բան ասեք։ Ձեր ղեկավարն այս ամբիոնի մոտից իր ամենավերջին ելույթում հայտարարել է, որ բանակցությունները մտել են փակուղի եւ ըստ էության գուժել է պատերազմի մասին։ Ու փախել է։ Այ պատերազմից փախած կապիտուլյանտներ, չեք ուզում սրա մասին խոսեք։ Խի եք Հայաստանի Հանրապետությունը բերել կանգնեցել պատերազմի առաջ ու փախել ստեղից։ Խի եք փախել պատերազմից։ Ես նոր եմ հասկանում, խի եք ասում բան, մի խառնվեք Լեռնային Ղարաբաղի ներքին կյանքին, այնտեղ իշխանություններ կան, ազգային ժողով կա, նախագահ կա, մի խառնվեք, մեզ խի եք ասում։ Նոր եմ հասկանում խի եք ասում, որ հանգիստ այնտեղ իշխանափոխություն անեք, հանձնեք Լեռնային Ղարաբաղը մեկ ստորագրությամբ, տանեք ինչ-որ մի տիկնիկի նշանակեք նախագահ, հանեք, հանձնեք Լեռնային Ղարաբաղը։ Սրա մասին չեք ուզում խոսակ, դուք սրա պատասխանը տալու եք, պատմական ընթացքը ձեզանից այս պատասխանները ստանալու է միանշանակ։ Այ կապիտուլյանտներ, որ գալիս այստեղ էլի ճոռո սուտ բաներ եք խոսում։ Ուլը մի հատ էլ էս ամեն ինչից հետո ինչ-որ մի հատ դաշնակ գալիս է, ուրեմն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների այդ վատ նկարներն է ցույց տալիս, մի կողմում էլ 1915 թվականի ցեղասպանության նկարներն է ցույց տալիս ու ինչ-որ համեմատականներ է փորձում անել։ Այ դաշնակ Հələ մի հատ դաշնակների մասնակցությունը պետք է հասկանալ պատմական այդ ժամանակաշրջանում ինչ ա եղել եւ ինչ դերակատարում են ունեցել առհասարակ 1910-ական թվականներին դաշնակցականները նոր էլ մի հատ եկեք ձեզ թույլ տվեք ստեղ նման հայտարարություններ անել։ Իսկ Լեռնային Ղարաբաղը էլի կրկնում եմ դուք եք լուծարել Դաշնակցությունը եւ հանրապետական կուսակցությունն են լուծարել Լեռնային Ղարաբաղը ու Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների նկարները որ բերում եք ստեղ ցույց եք տալիս որ ինչ-որ հուզմունքներ առաջացնեք կտանեք կդաջեք ձեր ճակատներին Ռոբերտ Քոչյանի ճակատին առաջինը կդաջեք որ հիշեք հենց հայլու մեջ նայեք հիշեք որ դուք եք Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին տեղահանել Լեռնային Ղարաբաղից ու հանձնել եք Լեռնային Ղարաբաղը Հարգելի գործընկերներ, ելույթները ավարտվեցին, կհանդիպենք վաղը։